Փառք մեր Տիրոջը։ Իրականում թող մեր կյանքի տարիները լեցվեն Տիրոջ ներկայությամբ, լեցվեն Սուրբ Հոգու զորությամբ, լեցվեն Հիսուս կյանքի իրականությամբ, ժողովուրդ ջան։ Գիտեք, մի տարի էլ անցավ մեր ապրած օրերի մեջ, մեր ապրած օրերից, այսպես ասած, հավիտենականությանն ավելի ենք մոտիկանում։ Մեր սիրելի Հիսուսին, մեր աղբեր Հիսուսին, մեր կյանք Հիսուսին ավելի ենք մոտիկանում։ Երանի մեզ։ Երանի են անձանց, ովքեր որ Հիսուսը իրանց համար իրականություն է։ Ժողովուրդ, գիտեք, մեր եղբայր ունենք հետաքրքիր խոսք էր ասում, չնայած միշտ իր վրա խոսում է, ասում էր դե նոր տարին որն ասում էր, ամեն օրվա պես գալի գնում է։ Բայց մեր համար, իրականում դա այդպես կլիներ, բան չունեմ ասելու, բայց մեր համար դա մի շատ կարևոր իրականություն է, որովհետև մեր համար նոր տարին դա, ասենք, սովորական տոն չի, տոնածառ, ոնց որ եղբայրս ասեց ձմեռպապ, չէ աշխարհի երգում է իշ նոր տարի առանց պապ, ձմեռպապ, մեր համար դա չի նոր տարին։ Մեր համար նոր տարին մի շատ կարևոր անձի հետ է կախված, Քրիստոս կյանքի հետ։ Հիսուսի ծնունդի հետ։ Հիսուս ծնվեց եւ հայտնվեց։ Մեր համար նոր տարին Քրիստոս իրականության հետ է կախված։ Ինչու, որովհետեւ այդ Հիսուսն էր, որ մի օր հանդիպեց մեզ հետ, այդ Հիսուսն էր, որ մի օր անցավ մեր կողքով, արյան մեջ կողված ցեխի մեջ ընկած եւ ընդամենը մի բառ ասեց. Ապրի։ Դրա համար եկեք սրտանց ասենք փառք ես Տեր։ Ինչ լավ է, որ դու իմ կողքով անցար Տեր։ Ինչ լավ է, որ դու ես ինձ ասե ապրի։ Ինչ լավ է, որ դու ես իմ Տերը, իմ կյանք Հիսուս, իմ աղբեր Հիսուս։ Եվ դու ես իմ ընտրությունը, դու ես իմ բաժակի բաժինը, դու ես իմ սպասումը, դու ես իմ հավիտենականությունը։ Ես մի կարճ համար կարդամ Կողոսացիների թղթի 2-րդ գլխից եւ 1-2 հորդորական խոսք ասեմ, որ Տիրոջ օգնությամբ կանգնենք աղոթքի։ Կողոսացից 2-րդ գլուխ 6-րդ համար։ Ոստի ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուս Տերը, այնպես քայլեցեք։ 7-րդ համար։ Արմատ կապած, նրա վրա շինված, հավատքի մեջ հաստատված, ինչպես սորվեցաք եւ նրա մեջ աճեցեք գոհությունով։ Ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուս Տերը։ Գիտեք, Պետրոս Առաքյալը ավելի գեղեցիկ է ասում։ Ասում է, որ մեզ փառքով եւ առաքինությունով հրավիրեց։ Մեզ իր արքայության կանչողը Տերն է։ Մեզ իր թագավորության կանչողը Տերն է։ Մենք այդպես իրեն ընդունեցինք։ Առանց որևէ մեկի միջամտության։ Թեպետ վկայեցին, ասացին, բայց գիտեք, մենք Հիսուսին ենք ընդունել։ Ես կուզեմ, որ մեր մեջ մի հավատք կա, այսպիսի արմատ կապած, նրա վրա շինված, հավատքի մեջ հաստատված։ Թող մեր հավատքը լինի Հիսուսը։ Թող մեր հավատքի հենակը, ճշմարտությունը, շնորհքը լինի Հիսուսը։ Թող մեր կյանքի սպասումը լինի Հիսուսը։ Թող մեր իրականության երազանքը լինի Հիսուսը։ Ես շատ ու շատ անգամները մասեն նորից կրկնեմ, մեր լուսահոգի Սերգեյ Պապին միշտ այդպիսի բան էր ասում էր եղբայրներ, ասում էր, մի վախեցեք երազել հոգևոր բարձր բաներ։ Երազեք, հավատացեք եւ դրանք իրականանան։ Դա ասում էր այն ժամանակ, երբ որ ես իմ համար ասեմ այդպես տկարությունների, խնդիրների, մեղքերի, հարցերի, մտքի պատերազմների մեջ, ու ես ասում եմ, ասում ինչ ասում Սերգեյ Պապին։ Բայց այսօր փառք եմ տալի Տիրոջը, որ դա իրականություն է։ Քրիստոս կյանք իրականություն է։ Ինքը այցելեց, ինքը հայտնվեց, ինքը ինձ ազատեց մեղքից, ազատեց մահվանից, ազատեց դժոխքի վախից։ Ես անգամ այդ մահվան երաշտությունը լսելուց էի վախենում։ Գիշերով մութ տեղ անցնելուց էի վախենում։ Պատանի երիտասարդ նոր երիտասարդ էի։ Բայց Քրիստոս կյանքի հայտնությունը այնքան հզոր է, որ տվեց հավատքի համարձակություն։ Դու ընդհանրապես հավատում ես մի բանի, կյանքը Հիսուսն է։ Շնորհն ու ճշմարտությունը ինքն է։ Քո հոգու սպասումը ինքն է։ Ամեն օր այդ երանությանը նայելով ապրում ես։ Ժողովուրդ,
Եկեք տարին չփագենք խռով սրտով։ Եկեք տարին չփագենք տրտմած սրտով։ Եկեք տարին չփագենք ինչ որ մեկի հետ խնդիր ունենալով։ Թող Տերը տա մեզ զորություն։ Հիսուսը համաձայն է սրա հետ, ժողովուրդ։ Եկեք տարին փագենք ուրախ հոգով։ Թող մեր աչքերը երջանիկ միշտ Հիսուսին նայեն։ Որտեղ մենք այդպես ենք ընդունել իրեն։ Մենք չենք ընդունել տրտմած Հիսուս։ Մենք չենք ընդունել պարտված Հիսուս։ Մենք չենք ընդունել գերեզմանի մեջ մահացած Հիսուս, որ չունենանք մեղքի հաղթություն։ Մենք ընդունել ենք Հիսուս, որ մեռելներից հարություն առավ։ Մեռելների հարության անդրանիկն է։ Սա նշանակում է ինքը հրճակում արեց երկնքում։ Երբ որ բարձրացավ հոր մոտ, գիտեք, մի շատ կարևոր հայտնություն կա, ես մեր խմբում ասել եմ, դա Տիրոջ խոսքի հայտնությունն է, այստեղ էլ կուզեմ կրկնեմ, ամեն մեկից Սուրբ Հոգու տալու համար, ես մեր բառերով ասեմ, Հիսուսը հոր առաջ գարանտ է կանգնել։ Ես նորից եմ կրկնում։ Ամեն մեկից Սուրբ Հոգու տալու համար Հիսուսը հոր առաջ գարանտ է կանգնել։ Այդպես գրված է, հորից խոստումը առավ ու տվեց մեզ։ Ինչ է նշանակում սա, որ ինքը հորն ասեց, հայր, արժանա, որ քո հոգին ընդեղ բնակվի։ Արժանա, որ քո հոգին ընդեղ բնակվի, արժանա, ինչու, որովհետև ես իր համար եմ մահացել։ Ես իր համար եմ հարություն առել։ Սա բարեխոսությունն է հոր առաջ։ Դրա համար սիրելիներս, Հիսուսն է կյանքը։ Հիսուսն է հարությունը։ Հիսուսն է զորությունը։ Ես շատ կուզեմ։ Ես նույն բանը հորդորում եմ իմ ընտանիքին եւ բոլորին, եւ այստեղ կասեմ, որ ուրախ սրտով մեր հայացքը երկինք առած, ասենք Տեր փառք ես, ինչ լավ է, մի տարի էլ պահեցիր մեզ։ Մի տարի էլ շնորհք տանք քո առաջ ապրելու։ Մի տարի էլ քո ներկայությունը վայելեցինք, որովհետև դու կյանք ես։ Առանց Հիսուս մի փակեք ձեր աչքերը, երբ որ գալիս է իրիկուն։ Առանց Հիսուս մի արթնացեք, որովհետև կյանքը ինքն է։ Մեկը ինչի մասին էլ հոգ անես, անգամ դա լինի ամենակարևորագույն քո համար հարցը։ Դա լինի ամենա, չգիտեմ, հուժ էսպես կյանքի հարց քո համար։ Հիսուսից են կողմ թող չանցնի դա։ Ոչ մի շնորհք, ոչ մի զորություն, ոչ մի պարգև թող չանցնի Հիսուսից են կողմ, որովհետև կյանքը Հիսուսն է։ Կյանքը շնորհքները չեն, կյանքը պարգևները չեն, կյանքը զորությունները չեն։ Թեպետ մենք տեսել ենք, տեսնում ենք, վայելում ենք, մենք դեմ չենք ոչ մի զորության, ոչ մի պարգևի, բայց դրանք կյանքը չեն։ Կյանքը Հիսուսն է։ Թող Տերը շնորհ անի մեզ, որ այդ իրականությամբ ապրենք, այդ իրականությունը վկայենք եւ ազատ հոգով նայենք երկինք ու ասենք իմ աղբեր, երանի այն օրը, որ կմիանամ քո հետ։ Ինչու՞, որովհետեւ մեզ համար կյանքը Քրիստոսն է, մեռնել օգուտ։ Թող փառավորվի իր անունը։ Եկեք կանգնենք ոտքի։ Ուրախ սրտով, ազատ հոգով դավանենք, ասենք Տեր մենք քեզ ենք ուզում։ Մենք ուզում ենք մեկ անգամ եւս հաստատվենք քո մեջ։ Մենք ուզում ենք մեկ անգամ եւս քո երեսի լույսը տեսնենք, կշտանանք դրանով, որովհետև դու ես կյանքը։ Շնորհակալ ենք քեզանից Հիսուս։